Չլիներ բլոգի հրաշալի թարգմանությունը 20-րդ դարի երաժշտ արվեստի մեծ վարպետը Գեորգի Սվիրիդովը չէր հանդիպի նույն ժամանակաշրջանի մի այլ մեծ վարպետի Ավետիք Իսահակյանի ստեղծագործությանը, բայց բլոգի միջնորդությամբ բացահայտելով Իսահակյանի զարմանալի պոետիկ աշխարհը, կոմպոզիտորը նախ ստեղծում է առաջին 3 ռոմանսները, ապա նաև մեկ տասնյակից ավելի բանաստեղծությունների հիման վրա գրում իր վոկալ էպիկական պոեմը։ Հացն է աշխարհքիս իսկ ազատություն։ Վերջերս վարպետի տուն թանգարանում տեղի ունեցած Երկիր հայրական երաժշտական նախագծի նորամուտը մեծ բացահայտումների առիթ էր հանդիսատեսի համար։ Իսահակյանի հայրենապաշտությունը երաժշտական բացառիկ մեկնաբանություն է ստացել մեծ կոմպոզիտորի վոկալ շարքում։ Ստեղծագործությունը այնպես է կառուցված, որ այնտեղ տեսնում ենք եւ պանդուխտի երգը, տեսնում ենք եւ հայդուկի երգը, տեսնում ենք եւ խաղաղ ուրեմն Արագածի փեշին ապրող Իսահակյանին ենք տեսնում եւ տեսնում ենք իր հայրենիքը կորցրած Իսահակյանին եւ վերջում արդեն տեսնում ենք Իսահակյանին, որ վեր գտել է իր հայրենիքը եւ համոզված է, որ դու պիտի ծաղկիս երկիր հայրական։ Սվիրիդովը, որ պոեզիայի հրաշալի գիտակ էր եւ վոկալ շատ հայտնի շարքեր է ստեղծել Պուշկինի, Եսենինի, Նեկրասովի, Շեքսպիրի, Բյորնսի գործերի հիման վրա, 1950-ին ստեղծում է իր իսահակյանական շարքը, պոետի պատմական հիշողության, հայրենաճանաչողության եւ հարատեվության խտացումը վերածելով մի իսկական երաժշտական ձոնի։ Վոկալ պոեմի կառուցվածքային առանձնահատկությունները ռեժիսոր Արսեն Ղազարյանը ծառայեցրել է նոր յուրօրինակ բեմադրական ձևաչափին եւ փաստում է 7 տասնամյակ անց անգամ այս գործը չի կորցնում իր արդիականությունը։ Տեսեք 50 թվականին այս խմորումների մեջ ապրած եւ գրված ստեղծագործությունը ահա այսօր որքանով է ինքը ժամանակակից։ Այո, ժամանակակիցը ոչ թե ձևի մեջ է, ոչ թե ֆորմաների, այլ գաղափարի եւ բովանդակության մեջ։ Եվ այսօր էլ այս ստեղծագործությունը առավել քան կարեւոր եւ լուրջ ասելիք ունի։ Հայրենատեր լինելու համար նախ եւ առաջ պետք է լինել հայրենաճանաչ, ինչպես մեզ ավանդել են մեր մեծերը։ Շարքը ստեղծվել է երկու ձայների բասի եւ տենորի համար, որտեղ բասը կերտում է ավագ սերնդի կերպարը պատմական հիշողության պատասխանատվությամբ եւ տենորը հայրենիքի եւ ճակատագրի փնտրտուքների մեջ գտնվող երիտասարդի կերպարն է։ Իմ կերպարը որպես բաս դա մեր հողն է, մեր հողի ինքը որպես պատմիչ է հանդես գալիս ամբողջ այս վոկալ էպիկական պոեմում եւ կարծում եմ շատ կարեւոր է մեզ համար այս ստեղծագործությունը Հայաստանում ներկայացնել, որտեղ մեր հայրենիքի, մեր հողի մասին է։ Սվիրիդով եւ վարպետ Իսահակյան, որը որ տալիս է զգացմունքներ եւ այլևս կատարելու համար կարող եմ անկեղծանալ, որ շատ բարդ է երգիչների համար, նվագակցողի համար իհարկե ինքը բարդ ստեղծագործություն է, բայց երբ որ դու արդեն ընկղմվում ես այդ ամենի մեջ, արդեն դառնում է նաև հաճելի։ Երևանյան պրեմիերայից անմիջապես հետո հանրային ռադիոն արդեն սկսել է երաժշտական այս բացառիկ նախագծի ձայնագրությունը, որն առաջիկայում կհամալրի ռադիոյի ֆոնդային մեծարժեք հավաքածուները։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։